Անկարան կոչ է արել դադարեցնել Ուկրաինայի հակամարտությունը, հայտնելով, որ ուրբաթ Սև ծովի Չեռնոմորսկ նավահանգստում հարված է հասցվել թուրքական լցանավին, որը նավարկում էր օտարերկրյա դրոշի ներքո։ Կրկին ընդգծում ենք Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի անհապաղ դադարեցման կարևորությունը եւ հիշեցնում Սև ծովում նավարկության անվտանգությունն ապահովելու, էներգետիկ եւ նավահանգստային ենթակառուցվածքների դեմ հարձակումները դադարեցնելու անհրաժեշտությունը, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը։ Անկարան կողմերից ոչ մեկին չի մեղադրել հարձակման համար, բայց ասել է, որ Օդեսայում իր հյուպատոսությունը հետևում է զարգացումներին։ Զոհեր ու վիրավորներ չկան։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մասնակցել է բանակի ինժեներական ստորաբաժանումների դիմավորման արարողությանը, որը տուն է վերադարձել Ռուսաստանում պարտականությունները կատարելուց հետո։ Առաջնորդը գովաբանել է կորեացի սպաներին եւ զինվորներին տրված հրամաններն անշեղորեն կատարելու եւ հերոսական վարքագծի համար։ Ստորաբաժանումը գործուղվել էր օգոստոսի սկզբին եւ մարտական ու ինժեներական առաջադրանքներ կատարել ռուս-ուկրաինական ճակատի Կուրսկի ուղղությունում։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թայլանդի եւ Կամբոջայի առաջնորդները համաձայնության են եկել դադարեցնել ռազմական գործողությունները 24 ժամվա ընթացքում։ Սպիտակ տան ղեկավարը հայտնել է, որ շատ լավ զրույց է ունեցել Թայլանդի եւ Կամբոջայի վարչապետների հետ պատերազմի ցավալի վերսկսման վերաբերյալ։ Նրանք համաձայնել են դադարեցնել բոլոր կրակոցները եւ վերադառնալ սկզբնական խաղաղության համաձայնագրին։ Թայլանդ-Կամբոջա հակամարտությունն այն 8-ից մեկն է, որոնց դադարեցումով հպարտանում է Թրամփը վերջին ամիսներին։ Հոլանդացի հարյուրավոր ֆերմերներ տրակտորներով ակցիա են իրականացրել, բողոքելով շրջակա միջավայրի պաշտպանության նոր կանոններից, որոնք վերաբերում են անասնապահությանը, պարարտանյութերի օգտագործմանը եւ ջրի արդյունահանմանը։ Գյուղացիները բողոքում են, որ խստացվող պահանջների համար հարկավոր են ֆինանսական մեծ միջոցներ, որոնք նրանց համար հասանելի չեն։ Նիդերլանդների կառավարությունը պարտավորվել է երկրի ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել Եվրամիության բնապահպանական նպատակներին, ներառյալ ազոտի եւ ամոնիակի արտանետումների կրճատումը։ Ֆերմերները պնդում են, որ կանոնները սպառնում են իրենց բիզնեսի կենսունակությանը։ Կրկին ժայթքել է Ճավայի ամենաբարձր եւ Ինդոնեզիայի ամենաակտիվ հրաբուխներից մեկը՝ Սեմերու լեռը։ Մոխրի ամպերը հասել են գագաթից 1000 մետր բարձրության, ստիպելով բնակիչներին տարհանվել դեպի անվտանգ վայրեր։ Լավայի հսկայական կլաստերները սահել են լեռն ի վար, իսկ հրաբխային խիտ ամպերը պատել են երկինքը։ Իշխանությունները հայտարարել են 3-րդ աստիճանի տագնապ, տարհանվել է ավելի քան 1000 մարդ։ Պերուացի շամանները Լիմայում ծես են կազմակերպել կանխատեսելու Չիլիի նախագահական ընտրության երկրորդ փուլի արդյունքները։ Շամանները երգել ու խունկ են ծխացել, պահելով թեկնածուների պատկերներով պաստառներ։ Նրանք կանխատեսել են, որ Ժանետ Խարան կհաղթի իր մրցակից Խոսե Անտոնիո Կաստին։ Շամանները չեն բացառել նաև, որ քվեարկությունը կուղեկցվի ընտրախախտումներով։ Չիլիի նախագահական ընտրության երկրորդ փուլը դեկտեմբերի 14-ին է։ Ահարոն Հայրապետյան, Էպիկենտրոն։